Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում իմ հոգևոր զգացումները, ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ եւ պուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատավոճի եւ գործելավոճի մեջ եւ ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ որ արդեն ասացի եւ ես կարծում եմ, որ հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիչ Ներսյանի ներկայությունը եւ ոչ միայն Կտրիչ Ներսյանի մայրաթոռում։ Դուք նշեցիք, որ եղել են դեպքեր այդ թվում կուսակրոնության խախտման եւ այլն, բոլոր այդ դեպքերը, որ եղել են, դուք դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ եւ ուզում եմ ասել, որ նաեւ ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ, որ շակի բովանդակային ճշգրտման կարիք ունի եւ մենք ոչ թե ուղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է Կտրիչ Ներսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդտեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղից։ Եթե դուք մի անգամ հանդիպեիք կաթողիկոսի հետ եւ նա լսեր ձեր մտահոգությունը կիսել, միգուցե այդ հարցը ավելի հեշտ լուծվեր եւ այսպես ամբողջ աշխարհով աղմուկ չբարձրանար մեր առաքելական եկեղեցու մասին չսկսեին բոլորը խոսել։ Գիտեք, ես կարծում եմ աղմուկը առողջացնող աղմուկ է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն եւ հրապարակային քննարկումներից խուսափեն։ Ես ասացի, որ Կտրիչ Ներսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցուն, ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, իմ ժամեր օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Պարոն վարչապետ, կառավարական ժամի ժամանակ դուք ասացիք, որ պատրաստվում եք զարգացնել փոքր ավիացիան, այսինքն մեր օդանավակայանները Ստեփանավանում, Սիսիանում, Գավառում հնարավոր է նորից աշխատեն եւ դուք ասացիք, որ կոմերցիոն հետաքրքրությունը բարձրացնելու համար պետք է մասնավոր ընկերությունների ներգրավել, ինչպես եք տեսնում այդ զարգացումը, ոնց կարելի է դա անել, որ եկամտաբեր լինի։ Գիտեք, նախ առաջինը տուրիստական հոսքերն են, երբ որ շահառու լինի ռեալ եւ ուրախ եմ արձանագրել, որ նոյեմբեր ամսվա արդյունքներով նույնպես Հայաստանի զբոսաշրջային հոսքերը բացարձակ ռեկորդ են գրանցել նոյեմբեր ամսվա համար, որտեղ տարվա կտրվածքով մենք դեռ չունենք ռեկորդ բացարձակ, բայց ամիսների կտրվածքով մենք արդեն քանի ամիս բացարձակ ռեկորդ են գրանցում ամսվա կտրվածքով եւ ուզում եմ ընդգծել, որ դա միանշանակ եւ աներկբա խաղաղության օրակարգի առաջմղման արդյունքն է, որովհետեւ այդ process-ը սկսվեց այն բանից, երբ որ մարտի վերջին մենք Ադրբեջանի հետ հայտարարեցինք խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, կոնսենսուսի հասնելու վերաբերյալ եւ բանակցությունները հաջողությամբ ավարտելու վերաբերյալ այդ պահից սկսած մայիս, հունիս, հուլիս, օգոստոս Եթե չեմ սխալվում, նաև մյուս ամիսներին մենք զբոսաշրջային հոսքերի ռեկորդ ենք ունեցել, իհարկե ամիսների գուցե որևէ ամսվա հարցում սխալվեմ, բայց ընդհանուր առմամբ պատկերը դա է եղել եւ առաջ ցանկացած ուղղություն զարգացնելու համար կոմերցիոն տրամաբանությամբ շահառուների արկայությունն է, որովհետեւ երբ որ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան կամ որևէ տեղ ու ուզում է ճամփորդել, իր առաջնային խնդիրը որն է, որ ճանապարհների վրա զուտ տեղափոխության վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսի եւ հնարավորինս կարճ ժամանակում հնարավորինս շատ տեղեր կարողանա գնալ եւ դա բազային հետաքրքրություն է, բազային իրավիճակ է, որի վրա կարող է նաեւ կոմերցիոն հիմքի վրա զարգանալ փոքր ավիացիան։ Ու գիտեք, դա շատ պարզ թեմա չէ։ Ես ընդհանրապես արձանագրում եմ, որ մենք այդ թեմայի վրա աշխատում ենք եւ այդտեղ բազմաթիվ հարցեր կան եւ նաեւ որոշակի չենք բացառում նաեւ պետական մասնավոր համատեղ ներդրումների մոդելը, որովհետեւ կարող է միայն մասնավորի համար այդ ներդրումային ծավալը կրելի չլինել, իսկ պետական հատվածի ներդրումը ինքը կարող է վերադարձելիության կամ արդյունավետության առումով խնդրահարույց լինել, այնպես որ կփորձենք այս ուղղությամբ պետական մասնավոր գործընկերության որոշ բանաձևեր գտնել։ Հիմա մշակվում են իմիջիալոց այդ բանաձևերը, այդ թվում մասնավոր հատվածի ներգրավմամբ եւ process-ը դանդաղ է գնում առաջ, դա պետք է խոստովանեմ։ Ինչու, որովհետեւ մեզ համար բացարձակապես անծանոթ թեմա է եւ մենք նոր ենք մտնում այդ թեմայի մանրամասների մեջ, բայց որ դա մեր հետաքրքրությունների տիրույթում է
ակնհայտ է։ Դա իմիջիայլոց կարևոր է նաև մեր երկրի հանրային տնտեսական սոցիալական կյանքի համար, որովհետև օրինակ ես ինքս մի քանի անգամ օգտվել եմ Երևան-Կապան չվերթից, եղել եմ այդ չվերթի առաջին ուղևորը, եւ երբ որ օդանավով մեկնում ես Կապան, դա եւ վերադառնում, այսինքն դա կյանքի շատ էական փոփոխություն է, որովհետեւ կարելի է գնալ Կապան, առավոտյան ես իմ օրինակն եմ բերում, առավոտյան դուրս գալ քաղաք զբոսնել, գնալ Կապան, այնտեղ մի քանի ժամ աշխատել, շփվել, զբոսնել, վերադառնալ Երևան եւ դեռ ժամանակ ունենալ ընտանիքի հետ անցկացնելու։ Այսինքն սա կյանքի այն մյուս ռեժիմով պետք է գոնե 4-5 ժամ ճանապարհ գնալ, 4-5 ժամ վերադառնալ, այսինքն 10 ժամի լավ թռիչքներ ժամանակ ունի, 6-7 ժամի խնայողությունը շատ էական է ցանկացած մարդու կյանքի համար։ Վերադառնանք քաղաքական հարցերին, պարոն Փաշինյան, երկրում արկա է դժգոհություն այն առումով, որ ցանկանում են բավականին ստար զանգվածի բնակչություն եւ նաեւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ ասելու միանձնյա իշխանությանը։ Այս իշխանության հանդեպ դեմ են արտահայտվել նաեւ այն կուսակցությունները, ովքեր կառավարության այս համակարգը ստեղծեցին, գրեցին, հետո ձեզ մեղադրեցին այն վայելելու առումով։ Դուք ինքներդ սկզբից ասում եք, որ դժգոհ եք այդ միանձնյա իշխանությունից։ Հիմա 7 տարի անց դուք տեսնում եք, որ երկրում արկա է միանձնյա իշխանություն։ Եթե այո, ինչ եք պատրաստվում անել ապացուցելու ձեր դեմոկրատ լինելը, բավարարելու ժողովրդի պահանջը եւ դրանով իսկ կանխարգելելու հետագա մյուս իշխանության միանձնյա կառավարումը երկրում։ Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, եւ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով։ Եվ ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր սահմանադրություն առաջարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Իհարկե ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ նոր սահմանադրությունը ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ կենտրոնում ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեվության օրակարգը եւ ցանկացած սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ պայմանական ասած աերոդինամիկա ապահովի եւ դա պետք է տեղի ունենա։ Հայաստանում չկա անձնիշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն եւ ժողովրդի իշխանությունը անկասելի է եւ անբեկանելի եւ անքննելի է։ Մնացած ամեն ինչը պետք է տեղավորել այդ համատեքստում։ Պարոն վարչապետ, կցանկանայի նախ մեկնաբանեիք Եվրամիության հետ ռազմավարական նոր փաստաթղթի շրջանակներում այն շեշտադրումը, որը վերաբերում էր ներդրումներին եւ այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին օրինակ խաղաղության խաչմերուկներ։ Այ խոսքը ինչ ներդրումների մասին է, ինչպիսի ներդրումների մասին է, ինչ բնույթի եւ նաեւ դրա քաղաքական կողմը, այսինքն թերևս առաջին անգամ չէ, որ միջպետական միջազգային փաստաթղթերում խաղաղության խաչմերուկը նախագիծը արձանագրվում է։ Այդ ինչ նշանակություն ունի։ Եվ եթե կարելի է երկրորդ հարցը վերաբերում էր ՇՀԿ անդամակցությանը, այդ ուղղությամբ ինչ որ քայլեր տարվում են եւ Չինաստանի հետ հարաբերությունները կրկին խաղաղության խաչմերուկի շրջանակում ինչ կարեւորություն ունեն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իհարկե շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության օրակարգը եւ սա կարևոր փոփոխություն է եւ կարևոր զարգացում է մեր հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Triplet նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն, բայց նաեւ տեղյակ եք, որ մեր համագործակցությունը միայն տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների թեմային չի վերաբերվում, այլ շատ ավելի լայն համատեքստ ունի։ Գիտեք, որ դեռևս տարիներ առաջ Եվրոպական միությունը բարձրաձայնեց Հայաստանին 2.6 միլիարդ եվրոյի աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ աջակցությունը վերջերս մենք որոշակի ամփոփումներ ունեցանք, արդեն եթե հիշողությունս չի դավաճանում 500 միլիոն եվրոյից ավել ներդրումներ արվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածին վարկավորման ճանապարհով եւ այդպես շարունակ եւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են եւ իհարկե խաղաղության խաչմերուկում այդ թվում Triplet նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Ուզում եմ ասել նաեւ իմիջիայլոց, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Triplet նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք եւ ես կարող եմ ասել, որ իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով
առաջ ենք ընթանում եւ մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք տրիպրոտ նախագծի իրացումը սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Ինչ վերաբերում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գիտեք, որ մենք հետաքրքրություն ունենք դառնալ կազմակերպության անդամ եւ նաեւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Ես ակնկալիք չունեմ որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի, ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ես գիտեք ինչ մեկնաբանելու շատ բան չեմ տեսնում, բոլորին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, անդրադառնանք 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, հա, այդպիսի տպավորություն է, որ միայն այն պատճառով, որ վերնագիրը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահին, ոչ թե վարչապետին, իդեմս ձեզ դուք մերժել եք բանակցել, որ գուցե բանակցեիք եւ դրա արդյունքում չլիներ 20 թվականի պատերազմը եւ ունենայինք Արցախը։ Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել։ Երկրորդը վերնագրի պատճառով ես այդ հատվածը ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է եւ ինչ բովանդակություն ունի։ Ես էլ եմ ասում, այդ փաստաթուղթը ձևավորվել է այն գործընթացում, երբ որ ինձ անհրաժեշտ է եղել, այդ թվում համանախագահների ամփոփ տեղեկատվությունը, թե ինչ բովանդակություն է գեներացված բանակցային գործընթացում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որտեղ ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում, թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում բանակցային գործընթացում։ Եվ այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած եւ գեներացված բովանդակության։ Ինչ վերաբերվում է բանակցություններին, մենք երբեք չենք հրաժարվել բանակցելուց, երբեք չի եղել այդպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք միշտ բանակցել ենք եւ բանակցել ենք մեր պատկերացումներին Հայաստանի Հանրապետությունում գեներացված պատկերացումներին համապատասխան եւ խնդրեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Դրա մասին է եղել խոսքը։ Պարոն վարչապետ, երեք մեր եթերում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս խոսեց արտաքին կառավարման մասին Մարիաթոռի, ուղիղ չեմ ճիշտում, բայց մոտավորապես դա ասած իմաստը դա էր, որ Մարիաթոռը կառավարվում է դրսից։ Դուք եւս այդ մասին խոսել եք, ռիսկերի մասին նորել խոսեցիք։ Պարոն վարչապետ, արդյոք ուսումնասիրություն արվում է այդ ուղղությամբ, կամ արվել կամ հանձնարարական եղել է ձեր կողմից, որովհետեւ ինչպես նշեցիք, այդ խոցելիությունները օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են օգտագործել, եւ եթե այս բազմաթիվ մարտիկ, բազմաթիվ կողմեր այդ եկեղեցու ներսից բարձրացան հոգեվորականներին այդ մասին խոսում, միգուցե դրանք ավելի մոտ են ճշմարտությանը, ուսումնասիրություն կա, գուցե ապացույցներ անգամ կան։ Գիտեք, ամենամեծ խնդիրն է նա, որ ուսումնասիրելու բան չկա է։ Պետք է ուղղակի ուշադիր նայել եւ տեսնել ինչ որ կատարվում է։ Այսինքն ինչ է ուսումնասիրես։ Ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչով ուսումնասիրես։ Մենք պետք է ուղղակի շատ ուշադիր լինել եւ արձանագրել։ Իմիջ այլոց մի շատ կարեւոր եւ հետաքրքիր փաստ, որ ըստ էության ստացվում է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական եւ հստակ կանոնակարգում եւ կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել։ Եվ մինչեւ վերջին այդպիսի փաստաթուղթը ցարական պոդոժենի կոչվող փաստաթուղթն է, որը
որի ավանդույթով մեծ հաշվով, որի ավանդույթները մինչև այսօր էլ շարունակվում են, եւ նույնիսկ արդարադատության նախարարությունում գրանցած այն փաստաթղթում, որը ներկայացված է կանոնադրություն, դա ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Եվ ուզում եմ ֆունդամենտալ խնդրի անդրադառնալ բարեվարկություն։ Ես շատ բարձրաց եմ տալիս։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարկության, երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցում։ Էլ եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգեվորականներ ուղղակի ապրում են չկավորության եզրի։ Մինչդեռ մի այլ խումբ հոգեվորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմա, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ եւ մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք, մենք կարծում ենք, որ հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան եւ բազմիցս ասել եմ այդ թվում հարկային օրենսդրությանը համապատասխան եւ ասել եմ բազմիցս, որ կառավարությունը եւ այսօր էլ հստակ ասում եմ, որ եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչու։ Մարդիկ, որ հերավոր եկեղեցիներում են ծառայում, հերավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Եվ ես նկատի ունեմ, այս խնդրի մեջ բազմաթիվ շերտեր կան, եւ այդ շերտերին, բոլոր շերտերին պետք է խնամքով եւ հոգատարությամբ մենք անդրադառնանք։ Հաջորդ հարցը Նարեկ Յակոբյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարակի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայիշ ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս քահանան եթերնակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարակ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱԾ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱԾ-ն գնում է հոգեվորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ ԱԱԾ-ի գործառույթը չի, ազգային անվտանգության առարկա։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարակի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարակի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարակի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցից մի րոպե ասեմ ձեզ։ Այդ որ էդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։
ասում են վայ գնացին վարչապետի անվտանգությունը մի րոպե հիմա հնարավորություն կտա վարչապետի անվտանգությունը եւ այլն ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապավելը օրենքով սահմանված պարտավորություն է որը գործում է աշխարհի բոլոր երկրներում այդպիսի երկիր չկա որ դա չի գործում իսկ անվտանգության մի քանի այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան թող Սա ոչ մեկ չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովում, բայց հատուկոսի անում, որ հիշեցնում են ձեր կամ եկատեղությունների կյանքին ինչ կտանգես պահի, որ աղացաշատողը գնում է եւ այս դեպքում Գյումրու մտավորականին ասում է դե հայշտան վարչապետը պետք է գա, հատուկոսի անում։ Սա ինչպես է տանում ձեզ։ Որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Պարոն վարչապետ, քանի որ օրերս հրապարակվեց էթիկայի կանոնագիրքը, քաղաքացիական պայմանագրի, մի հարց եմ ձեզ ուզում տալ։ Արդյոք այդ կանոնագրքի հրապարակումից հետո հաջորդ խորհրդարանական շրջանում 2026 թվականի ձեր կողքին կհայտնվեն օրինակ քաղաքացու վրա թքած Ավեն Սիմոնյանը, ազգային ժողովում իրար վրա շիշ շպրտած ու հայհոյած падգամավորները, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով անցնում է քրեական գործով, որովհետև վերջինս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված առանձնատան հետ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու մորոք Անիֆի միլիոնները, միլիարդները հոդս են ցնդել։ Գյումրիում գինովցած մանդատաթող եղած նախկին падգամավորը ով եւս առաջադրվել է Արտի Դավոյանը, ով օրինակ նախկին դեպքերով անցնում է քրեական գործով, ԱԺ-ում լեզու եւ ականջ կտրող Արթուր Հովհաննիսյանը, Ժաննա Անդրեասյանը ու մորոք համալսարաններում կոռուպցիոն սխեմաներ են տիրում։ Նրանք գալու են ձեր հաջորդ խորհրդարան։ Հիմա գիտեք, ասենք ենթադրենք տպավորություն է, որ դուք դատավորեք եւ դատավճիռներ եք կարդում, իմ ասում եք անցնում են քրեական գործով։ Ով ինչ քրեական գործով անցնում։ Արտի Դավոյանը ինչ քրեական գործով անցնում, որ Ինչ պաշտոնական։ Նախորդ անգամ իվճալոս դուք չէիք, որ պետքա գրավոր հարցում ուղարկեիք։ Ազգային ժողովում դուք ինձ հարց տվեցիք, ասցի գրավոր հարցում ունեք սննդի անվտանգության տեսչությանը։ Դուք ասցիք այո ունենք, որից հետո մի րոպե սպասեք, ձեր հարցին պատասխանեմ։ Ես ձեզ հարցրի ունեք արդյոք գրավոր հարցում, դա տեսախցիկների առաջ չէ՞ հրապարակվել, ասցիք այո, ասցի շատ լավ, եւ մենք կգնանք գրավոր հարցումը կվերցնենք եւ ձեզ կպատասխանենք։ Մենք եկանք եւ պարզվեց, որ գրավոր հարցում դուք չունեք։ Ես որովհետեւ այդ տեսեք դուք կիլոմետրերի ճշգրտության հարց ունեք ձեր հարցերում, երբ որ ձեր հարցերը կլինեն այնքան ճշգրիտ, ինչպիսի ճշգրտություն դուք ակնկալում եք ուրիշներին, այդ ձեր հարցերին այդ ճշգրտությամբ կպատասխանեմ։ Ես ուզում եմ ասել, ձեր հարցը ինքնին ինչպես նախորդ հարցը, այս հարցը ավելի ճշգրտությանից այնքան մեծ շեղումներ ունի, որ ցանկացած ձևի արձագանքը ձեր հարցին կնշանակի, որ ես արդեն ընդունեցի ձեր բարձրաձայնած բովանդակությանը։ Հետևաբար, քանի որ ձեր բարձրաձայնած բովանդակությանը ճշգրտության ահավոր մեծ շեղում ունի, ես ձեր հարցին չեմ պատասխանի։ Իսկ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ընթացակարգը հրապարակված է եւ բոլոր հետագա ընթացակարգերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ինչ վերաբերվում է մնացած այդ մարտահրավերներ եւ խնդիրների հետ առերեսվել ենք եւ ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, մենք բոլորս ինձնից սկսած հարկ ենք համարում, որ պետք է ունենանք սեփական սխալների առերեսվելու եւ դրանք ուղղելու, սխալների համար այնտեղ որտեղ հնարավոր է ներողություն խնդրելու, այնտեղ որտեղ պետք է քաղաքական պատասխանատվություն կրելու եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեր հարցին պատասխանեցի։ Պարոն վարչապետ, օրերս Եվրամիության ընդլայնման հարցով հատուկ ներկայացուցիչը հանձնակատար Կոսը հայտարարեց, որ պատրաստ է Եվրամիությունը Հայաստանին օժանդակել Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային, մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրացանցերին հաղորդման գծերին միանալու հարցով կարելի է ենթադրել, որ դա նշանակում է, որ էլեկտրացանցերի կառավարման գործում մասնակցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային երկրներ, մասնավորապես Վրաստան կամ Թուրքիա։ Գիտեք, իրական տիկին Կոսի հայտարարությունը կարծում եմ կապված է շատ կոնկրետ նախագծի հետ։ Դուք գիտեք, որ Եվրամիության հետ համատեղ ծրագիր կա, քերի կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել, եւ դա բացարձակապես որևէ կապ չունի HEC-ի հետագա կառավարման խնդիրների հետ։ HEC-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը, կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1. Դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման, եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակներում տարբերակում նաեւ վճարումներ պետք է արվեն
Հիմա շատ բան կախված է թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի հեծի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ սպառվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան ան առաջինն է։ Այսինքն որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը։ Վերջինը, շնորհակալ եմ։